Արմլուրայեմի տեղեկությունների համաձայն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում եւ վարչությունում բավականին լուրջ փոփոխություններ են սպասվում։ ՔՊԱ-մերձ մեր աղբյուրները փոխանցում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել կուսակցության վարչության անդամներին, ափդեյթ անել թիմակիցներին նոր դեմքով մասնակցելու 2026 թվականի ընտրություններին։ Ու դա է պատճառը, որ որոշել է ՔՊ վարչության նիստի ժամանակ անդամների հետ քննարկել ՔՊԱ-ականների վարքը, նրանց հետ կապված տարբեր շահարկումներ, կոռուպցիայի մեջ լինելու տարբեր հայտարարություններ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը քննություն է նշանակել ՔՊԱ-ականների համար, ով կանցնի այդ քննությունը, նա էլ Փաշինյանի հետ կմասնակցի 26 թվականի ԱԺ խորհրդարանական ընտրություններին։ Ու դա է պատճառը, որ 3 ՔՊ վարչության նիստի ժամանակ քննարկվել է ԱԺ ՔՊԱ-ական падգամավոր Հայկ Սարգսյանի վարքը, նրա պահվածքը գործընկերների հետ, կոռուպցիայի հետ կապված տարբեր հրապարակումներ։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը տևական ժամանակ է ՔՊԱ-ականներից բողոքներ է ստանում Հայկ Սարգսյանից եւ նրա եղբոր Նայիրի Սարգսյանից, որոնք վերջին ժամանակահատվածում ընդդիմադիր հայտարարություններ են անում պետական ապարատի տարբեր անձանց քննադատում։ 3 ՔՊ վարչությունը լսել է Սարգսյանին, նրա բացատրությունները։ Սարգսյանն արդարացել է, որ իրենք լծվել են բացահայտել այնպիսի խնդիրներ, որոնք վնասում են ՔՊ-ի ռեյտինգը, ինչի համար երբեմն սուր քննադատություններ են հնչեցնում։ Այնուհետև Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի կեսրայրին պատկանող գազալցակայանում սպանություններ տեղի ունեցել։ Հիշեցնենք, որ դեռևս մարտին էր դեպքը տեղի ունեցել ու նաև այդ ամենը կապվում է Դիանա Գասպարյանի ամուսնու հետ։ Ու Փաշինյանը փորձում է քաղաքապետից պարզել, թե ինչ կապ կա։ Հավելենք, որ Հայկ Սարգսյանն էլ խնդիրներ ունի գրեթե բոլոր ՔՊԱ-ականների հետ, քանի որ ինչ-որ պապկաներ է հավաքում ու ՔՊ նախաձեռնող նիստերի ժամանակ ներկայացնում։ Դեռևս հունվարին ՔՊ նախաձեռնող նիստի ժամանակ ՔՊ խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն իրար քաշքշել էին Փաշինյանի ներկայությամբ։ Պատճառը Տավուշում տիրող բնապահպանական խայտառակ վիճակն է եղել։ Ապօրինի ծառահատումները, ինչի մասին ՔՊ վերջին նիստին խոսել է Հայկ Սարգսյանը։ Այսօր եւս ՔՊԱ-ական падգամավորը ծառահատումների մասով սուր ելույթ է ունեցել, այսինքն 3 վարչության նիստում, ու մեղադրել մարզպետ Հայկ Ղալումյանին, ինչն էլ ավարտվել է փոխադարձ վիրավորանքներով ու քաշքշոկով։ ՔՊ-ում տեղի ունեցող ինքնամաքրման հետ կապված տեղեկությունները հաջորդիվ։